Տիգրան Ավինյանը վերջապես հասավ Գրիգոր Լուսավորիչ Մաշտոց խաչմերուկի գետնանցում։ Տարիներ շարունակ հարակից շենքերի բնակիչները բողոքում են գետնանցում տիրող վիճակից ու գարշահոտից։ Արդեն վատ է, ինչ լինի, սրանից վատը արդեն պարան լինի կախվենք վերջանանք։ Ինչ կլինի արդեն ոչ մեկ չի կարող ասի։ Մարդ չի ուզում մտնի, ստիպված ես մտնում։ Մաքուր պիրիխոտ լինի։ Ուղղակի դուք ակնկալում եք ուղղակի մաքրեն, հա, մաքուր լինի։ Չվախենաս, չզզվես։ Մենք դեռ անցած տարի արձանագրել էինք Գրիգոր Լուսավորիչ Մաշտոց խաչմերուկի գետնանցում տիրող անմխիթար վիճակն ու գարշահոտը։ Երկար ժամանակ սպասում ենք, որ այստեղ մի բան սարքենք։ Հիմա լավ է, վերանորոգում են, այլևս անձրևը չի կաթա։ Հրապարակը ֆիքսեց, որ աշխատանքներ են իրականացվում գետնանցումում։ Պարզվեց այս անգամ էլ Հայաստանի ամենահարուստ քաղաքապետարանը բավարարվում է միայն լվացումով։ Գիտեք, այն որ հիմա տեսնում եմ աշխատանքներ, իհարկե շատ բարեխիղճ աշխատում են, բայց չեմ պատկերացնում, որ դրանով կարող է բարեկարգվի այստեղ։ Այսինքն կարծում եք ուղղակի մաքրում են, լվանում են ու գնալու են։ Այդ տեղեկացված չգիտեմ ինչքանով է աշխատանքները ոնց է ընթանում, բայց ինչ որ նայում են, տեսա փչում են, հետո ինչ է լինելու լավ։ Ինչ աշխատանքներ են կատարվում, ինչ աշխատանքներ են պլանավորվում կատարել։ Աշխատանքները կատարվում է մենակ մաքրման աշխատանքներ, այդ կեղտոտ պատերը վերացնեն, որ ժողովուրդը հանցնեն, հաճույք կստանան։ Աշխատանքները անում է կենտրոն վարչական շրջանը։ Այսինքն ջրով լվացում, հա, թե ավազով ջրով լվացում, հետո կարշերով ջրով մաքրում։ Միայն այդ աշխատանքներն են նախատեսվում, հա։ Այսինքն մաքրման աշխատանքները վիզուալ ավելի բարեկարգ տեսք ունենալու համար։ Հետագայում դա կենտրոն վարչական շրջանը որոշի ինչ կարվի։ Իսկ հիմա մեզ նախատեսված է, որ մաքրման աշխատանքները անենք ավազով եւ ջրով, հետո կարշերով մաքրենք։ Այսինքն աշխատանքները նախաձեռնել է կենտրոն վարչական շրջանը։ Այո, աշխատանքները նախաձեռնել է կենտրոն վարչական շրջանը։ Իսկ ինչ ժամկետների մասին է խոսքը, երբ է ավարտվելու։ Ճիշտ ասած մենք չգիտենք, տեղյակ չենք, դա ղեկավարությունը կասի կենտրոն վարչական շրջանի։ Չգիտեմ ինչ են մտածել, ինչ են նախագծել, ինչպես են նախագծել, բայց որ կոսմետիկ թեթևակի վերանորոգումը այդ էֆեկտը չի տա, պետքա այնտեղ ամրանները մի հատ լավ մշակեն, ես մի քիչ շինարար եմ, այդտեղ ամրանների վիճակը բաց էր տարիներով, պետք էր նայվել, նոր փակվեր, այդպիսի հարցեր։ Քաղաքապետարանից տեղեկացրին, որ այս պահին համալիր ծրագիր է քննարկվում բոլոր գետնանցումների բարեկարգման մասով, բայց կոնկրետ բան դեռ չկա։ Իսկ կոնկրետ այս գետնանցում պրոֆիլակտիկ մաքրման լվացման աշխատանքներ են։ Հիշեցնենք, որ հարակից շենքերի բնակիչների համար գետնանցումն իր գարշահոտով միակ խնդիրը չէ, որի լուծումը քաղաքապետարանի պարտականությունների տիրույթում է։ Որպես տարածքի բնակիչ ինչ եք պատկերացնում այստեղ։ Որ այստեղ բան լինի։ Մարդիկ փողոցում ապրանք չծախեն։ Տեսնում եք դուրսը ստիպված։ Շուկայի նման մի բան լինի։ Կրպակներ։ Հա, կրպակներ լինեն, մարդիկ կան իրանց ապրանքը դնեն, բայց շատ բարձր վարձատրություն չլինի։ Նենց լինի, որ գյուղից էլ մարդիկ կան կարողանան վաճառել։ Ինչ եք կարծում, կանեն նման բան, վերջի արդյունքում կունենան։ Կանեն, որտեղ հիմա ոստիկանները շատ են հալածում այդ փողոցում նստած մարդիկ, մարդկանց նրանք էլ բողոքում են անվերջ, որտեղ ասում են դա մեր ապրուստի ձևն է, ուրիշ կերպ չեն կարող։ Թող պետությունը միջոց հնարը Փարիզում այդպես է, շաբաթը մենք բան ունենք, այսպես կոչվում է թաղամասեր, ամեն թաղամասում շաբաթը անգամ շուկա է, դրսում այդպես, այստեղ էլ հսկայական տարածք է, թող մարդիկ ինչ ուզեն վաճառեն, հագուստ վաճառեն, ուտելիք վաճառեն, ինչ ուզենան։ Դրանով բավականին կօգնի մարդկանց իրենց առօրյա դրամը վաստակին։ Դուք կարծում եք կանեն նման բան անել։ Կանեն։ Խանութներ կարող էին անեին օրինակ։ Համելետ խանութները երևի մի քիչ մաքուր կպահեն, բայց նորմալ խանութներ, ոչ թե ես գիտեմ։ Հետո էս տնտեսականներին միգուցե լավակներ դնեին, մարդիկ աշխատեին 2 կոպեկ, բայց նորմալ ձևով։ Կմտածեի կամ այստեղ ավտոկանգար լիներ, կամ այդ շուկան, որ փողոցներում է, տեղափոխվեր։ Այդպես մի բան մտածեին, որ մարդասեր լինի։ Գյուղմթերք վաճառողների համար կրպակներ կուզենայիք տեսնել որպես տարածքի բնակ, բայց նորմալ կարելի էր, որտեղ մենք այս տարածքում
այդպես կա։ Իսկ ինչ է կարծում, այս անգամ վերջին արդյունքում դա կունենա կրպակներ։ Չգիտեմ, դրա համար չգիտեմ ինչ են մտածել, ինչ են նախագծել։ Կա նաև վերելակների փոխման խնդիր։ Դե իսկ գետնանցման հետ կապված բնակիչների ուրախությունը հերթական անգամ կարճ է տևելու, քանի որ կատարվող աշխատանքները նախատեսում են պատերի լվացում ու մաքրում։ Այնինչ տարածքի բնակիչների խոսքից պարզ է դառնում, որ նրանք իրենց պատկերացումներն ունեն գետնանցման բարեկարգման մասով։ Դուք որպես տարածքի բնակիչ, ով պարբերաբար օգտվում է գետնանցումից, ինչ եք պատկերացնում, ինչ կարող է լինել այստեղ։ Դե սա մի ժամանակ Չինար կոչվող կարծեմ խանութ էր, բավականին մեծ։ Դե օգտվում էին մարդիկ, ամեն դեպքում ավելի աշխուժ էր եւ սենց ոնց որ հիմա աղտոտում են, լույսերն են ջարդում, ինչ որ քարերով, չգիտեմ ինչ են անում, ինչի համար, չգիտեմ, այնտեղ փողոցում շուկայում կանգնած են գետնանցումից վերև, դուք բերին այստեղ տեղավորեն, ինչ կարող։ Տևական ժամանակա վատ վիճակում էր, հիմա կարծես ինչ որ աշխատանքներ են կատարվում։ Իհարկե պարզի միայն լվացում այլն, թե ինչ որ այլ բան, ինչ եք պատկերացնում, ինչ կլինի այստեղ, ինչ են անում։ Ստոր ժամանակին շատ անտիկ տեղ էր, խանութներ էր, բաներ էր, ամեն ինչ կար, հետևող կար։ Հիմա այդ խանութները թալանեցին, քանդեցին, վերացավ, մի քիչ անմխիթար վիճակի մեջ ստացվող։ Պարզապես մաքրում լվացումը լուծում չէ։ Մանավանդ որ նման մաքրումից հետո տարածքին պատշաճ խնամք ու հսկողություն է պետք։ Ինչն ըստ բնակիչների բացակայելու է մաքրությունից հետո։ Այստեղ հնդիկների բերեցին, սիրուն մաքրեցին, ընտիր մաքրեցին։ Շատ լավ մաքրեցին այդ հնդիկները, ապրեն իրանք, բան չունեմ, բայց միևնույն ժամանակ հետևել է պետք է դրանց։ Ինչ-որ մեկը պետք է նայի սրան, թե չէ։ Ոչ թե ինքն մի բան շպրտի դրա վրա անցնի, այն է։ Այն մի անցումը սարքեցին, մի ամիս հետո ջրեղեղ եղավ։ Կիսատ պռավ։ Նման մտավախություն ունեք։ Միանշանակ։ Սենց երևի ավելի լավ է, քան թե այնց։ Որտեվ հիմա դե 3 անձը, այսօր անձը եկեք, գրանք տեսնենք այնտեղ ինչ է կատարվում։ Առաջ հերթին էս պետք է արվեր։ Էս բացեմկան էս ու մի հատ էլ չէ, մի հատ չեն էս։ Մյուսը կարծես արել են, որ ջրերը։ Բայց մեկը էլի բանա նորմալ չեն արել։ Ես չգիտեմ ինչ են անում, ինչ կլինի, բայց մի բան եմ զգում, որ պետքա հետևել, որտեվ հետո նորից նույն կարող է նույն վիճակը լինի, եթե հետևողականություն չլինի։ Հիմա տեսեք առաստաղը արել են, բայց Անդրևից նորից մի քիչ ջուր է եկել։ Այսինքն նախորդիվ նման բան եղել է, որ գան մաքրեն, բարեկարգեն, թողնեն գնան չհետևեն։ Դե գիտեք ոնց ընդհանուր ինչ որ ծառայություն բան պետքա լինի։ Չգիտեմ, տեսնենք Ավինյանը ինչ կմտածի, շատ մեծ խոսում է, բայց թե ինչքանով իրականացնի ծրագրերը ու ոնց կգոհացնի բնակիչներին, չեմ կարող ասել։ Իսկ մինչ այս գոհ եք եղել Տիգրան Ավինյանից, այ նշեցիք նրա անունը, արդեն քան տարի է։ Օրինակ հիմա տրանսպորտի հետ կապված, խայտարակ վիճակում է տրանսպորտը։ Ինչ արեցին, ավելի լավ չէ այդ 100 դրամ։ Ասում են նոր ավտոբուսներ են բերել։ Հա, լավ են արել, քաղաքում դրա համար շարժվելու տեղ չկա։